Մեր օրերում ամեն երկրորդին, որ նայում ես, ուշադրության խնդիր ես նկատում։ Այսքան շատ հեշտ են մարդիկ ցրվում, այն որ մտքերով են ընկնում, գնում են, ինչ-որ մի բան ասում ես, լսում են, բայց չեն լսել։ Այսքան աշակերտների մոտ էլ նկատած կլինեք, ուսուցիչները հաճախ են բողոքում, որ շատ ցրված են դարձել։ Եթե դարի խնդիրներից մեկը չանվանենք, բա ինչ անվանենք այս խնդիրը։ Իրական պատճառներից մեկը դա ինտերնետն է։ Անընդհատ սկրոլ անելը, որ թերթում ենք։ Դա մեկ։ Երկրորդը ինֆորմացիոն հոսքը շատ է։ Երրորդը մարդկանց հետաքրքիր չէ, ձանձրույթի զգացումն է շատ գալիս։ Չորրորդը մարդիկ կան, ովքեր ունեն խնդիրներ, դա արդեն ուղեղի հետ կապված խնդիր է, ADHD-ն, ADD-ն, այստեղ չեմ ուզում խորանամ ախտորոշումների մեջ, հետևյալն է պատճառը։ Այստեղ պետք է հոգեբուժի դիմել, դեղորայքային բուժմամբ շատ բան կարգավորվում է, եւ պետք է աշխատել մարդու կենտրոնացման վրա, ոնց ավելի լավ կենտրոնանալ։ Այն մարդը, որ ունի ուշադրության ցրվածություն, ինքը չի կարող միաժամանակ երկար գործ անել կամ ուշադրությունը երկար կենտրոնացնել։ Իրեն պետք է հետևյալ բան անել. բաժանել մասերի։ 25 րոպե կարդում եմ, 5 րոպե դադար եմ տալի։ Պարտադիր դադարներ պետք են, որ մարդը հանգստանա, մի ուրիշ բանով զբաղվի, հետո վերադառնա։ Այլապես չի կարող։ Մեր օրերում մարդու ուշադրությունը ձգան ուշադրության չափ է դարձել։ Այսքան շատ լուրջ խնդիր է։ Իսկ ինչ կարելի է անել։ Վարժություններից մեկն էլ մեդիտացիան է, որ մարդուն օգնում է վերադառնալ ներկա, զգալ մարմինը, զգալ շուրջը ինչ է կատարվում։ Կենտրոնացումը լավացնել, շնչառության վրա կենտրոնանալ։ Սա եւս մեթոդներից մեկն է։ Շատ հաճախ տագնապների ժամանակ է մարդու մոտ ուշադրության խնդիր լինում, դեպրեսիաների ժամանակ, կպչուն մտքերի ժամանակ։ Այսինքն ինչ որ հոգեբանական խնդիրներին ուղեկցող խնդիր է ուշադրության խնդիրը, որտեղ ինքը կոգնիտիվ մի հատ գործընթաց է։ Լուծումը մեկն է՝ հոգեթերապիա, երբեմն նաև դեղորայքային բուժում, եթե արդեն ուղեղի հետ կապված է ADD կամ ADHD։ Ամեն դեպքում խնդրում եմ դիմեք մասնագետներին եւ ձեր խնդիրը կլուծվի։